Սիրելի հայրենակիցներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել բոլոր ներկաներին, այսօր մենք հավաքվել ենք ազդարարելու մեր մեկնարկը առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Օրինաց երկիր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին ներկայանում է մրցունակ նախընտրական ծրագրով, ներկայանում է այնպիսի գործիչներով, ովքեր ես վստահ եմ կկարողանան մեր հաղթանակի դեպքում իրենց ակտիվ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման գործում։ Օրինաց երկիր կուսակցությունը այս նախընտրական ժամանակաշրջանում ներկայացրել է բազմապիսի նորարարական առաջարկներ, գաղափարներ ու ծրագրեր, որոնք մենք վստահ ենք մեծ փոփոխություններ բերելու մեր ժողովրդի կյանքում։ Ես այժմ ուզում եմ ձեզ ներկայացնել մեր կուսակցության պատգամավորության թեկնածուներին եւ նրանք նույնպես իրենց համառոտ խոսքը կասեն, այնուհետեւ ես կներկայացնեմ իմ մոտեցումները։ Օրինակ! 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 Հաղթանակ! 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 Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, առջևում ընտրություններ են, և ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը ժողովի իր կամքը, իր պատասխանատվությունը և կարողանա առաջիկա ընտրական գործընթացներին մոտենալ պարտքի ու պատասխանատվության զգացումով։ Այսօր օրենքի սով է, արդարության սով է, բազմաթիվ ոլորտներում։ Այսօր մենք պիտի մեր երկիրը դարձնենք օրենքի ու արդարության երկիր։ Մեր հռչակած նպատակները ազնիվ են, մեր որդեգրած կուրսը հստակ է, մեր նպատակները ազնիվ են, և մենք ուզում ենք կառուցել իրոք օրենքի և արդարության Հայաստան։ Մենք ուզում ենք, որ մեր երկիրն ապրի օրենքի ուժով, որ մեր հասարակությունը ապրի օրենքի կանոններով, որ երկրում բոլոր ոլորտներում հաղթանակի ոչ թե փողը, ուժը, այլ օրենքը, խելքը, արդարությունը։ Արդարության հաղթանակի համար, օրենքով ապրող հասարակություն ստեղծելու համար մենք ճանապարհ ենք անցնում, և այդ ճանապարհը պետք է անցնենք վստահ, այդ ճանապարհը պետք է անցնենք համոզմունքով, միասին պետք է վճռականություն դրսևորենք Հայաստանում կուտակված բազմաթիվ խնդիրները լուծելու համար։ Եվ մենք վստահ ենք, որ օրինաց երկիր կուսակցությունը, նրա թիկունքին կանգնած տասնյակ հազարավոր համախոհները, 170,000 կուսակցության անդամները մեզ հետ միասին վճռականորեն այս 30 օրերի ընթացքում անելու են հնարավորը, որպեսզի մեր գաղափարները հասանելի ու ընկալելի դառնան Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Ես բազմիցս իմ ելույթներում հայտարարել եմ, օրինաց երկիր կուսակցությունը լույսի պես մաքուր է։ Մենք Հայաստանում կապ չունենք ոչ արյան, ոչ թալանի, ոչ գողության, ոչ կողոպուտի։ Ես չեմ խոսում այլոց մասին, ես խոսում եմ մեր տեսակի մասին, ինչպիսին ենք մենք, ինչպիսին ծրագրերով, մոտեցումներով ենք մենք գնում առաջ։ Այսօր բազմաթիվ չարախոսներ, թուլակամներ, աբեկված լինելով օրինաց երկիր կուսակցության օրեցօր աճող հեղինակությունից փորձում են բասարկությամբ, վայրահաչոցներով փնովել օրինաց երկրին, բայց դա նրանց չի հաջողվելու, որովհետև 15 տարի շարունակ օրինաց երկիր կուսակցությունը մշտապես գտնվել է իր ժողովրդի կողքին, ժողովրդի մեջ գործել է ժողովրդի համար։ Այսօր օրինաց երկիր կուսակցության թիկունքում 200-ից ավելի օրենքներ կան։ Ամեն մի օրենք
դա ուղղված է եղել հայ հասարակության մեջ կուտակված խնդիրների լուծմանը։ Ամեն մի օրենք նվիրված է եղել մեր հանդիպումների ընթացքում ժողովրդի կողմից բարձրացված խնդիրների լուծմանը։ Միայն վերջի 4 տարիների ընթացքում Օրինաց երկիր կուսակցությունը հեղինակել է 50-ից ավելի օրենքներ, պայքարել է, որպեսզի դրանք ընդունվեն, դառնան իրականություն, ծառայեն հայրենիքին։ Օրինաց երկիր կուսակցությունը մշտապես կանգնած է եղել հայ մարդու կողքին, իր ժողովրդի կողքին, իր խոհեմ ու հավասարակշռված կեցվածքով բարձր է պահել մեր ազգի անվտանգությունը, երկրի առաջընթաց զարգացումը։ Այսօր էլ մենք ընտրությունների ենք գնում համարձակ ծրագրով, նորարարական մոտեցումներով, որովհետև համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում հաղթողը չեն լինելու ոչ ռումբերը, ոչ էլ հրթիռները, հաղթողը լինելու են մրցունակ նորարարական ծրագրերը, գաղափարները, քաղաքական պատասխանատվությունը, հետևողականությունը կուտակված խնդիրները լուծելու համար։ Օրինաց երկիր կուսակցության ջանքերի ու պայքարի արդյունքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել Հայաստանում։ Օրինաց երկիր կուսակցության ներկայացրած այս նոր նախընտրական ծրագիրը հազարումի վերքի դարման է տալիս, հազարումի պրոբլեմների կոնկրետ իրատեսական լուծումներ է առաջարկում, որովհետև գիտեք, չնայած խոսքերը ամենամեծ թմրամիջոցներն են, որ օգտագործում է մարդկությունը, բայց բոլոր դեպքերում գործողությունները միշտ ավելի արժեն, քան սոսկ բառերը։ Օրինաց երկիր կուսակցության թիկունքում մեծ ծավալի աշխատանք կա կատարված։ Առաջիկա քարոզարշավի ընթացքում դուք կտեսնեք հատ-հատ մենք ներկայացնելու ենք, թե ինչ է արել օրինաց երկիրը։ Ներկայացնելու ենք մի կողմից, որպեսզի չարախոսները պապանձվեն, մյուս կողմից ներկայացնելու ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ աշխատանքներ է կատարել օրինաց երկիրը եւ ինչ ծրագրերով է գնում առաջիկայում ընտրությունների։ Մենք քաղաքական դաշտում հանդես են գալիս քաղաքական հանդուրժողականության օգտին։ Դրա համար օրինաց երկիր կուսակցության հիմնական կարգախոսներից մեկը եղել եւ մնում է քաղաքական խաղաղություն եւ ոչ քաղաքական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ոչ քաղաքական թշնամություն։ Թող հաղթեն այն քաղաքական ուժերը, այն գործիչները, ովքեր իրոք կստանան ժողովրդի վստահության քվել։ Ցավոք այսօր շատ է խոսվում փողի ուժով քվե հավաքելու մասին։ Օրինաց երկիր կուսակցությունը վճռականորեն դատապարտում է փողով քվե գնելու, ժողովրդի սոցիալական վիճակը ել ավելի ծանրացնելու այդ մտայնությունը։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ փողով տրված յուրաքանչյուր քվե դա կորած քվե է։ Մարդիկ պետք է քվեարկեն համոզմունքներով, գաղափարներով, զգալով պատասխանատվություն իրենց օջախների, իրենց հայրենիքի նկատմամբ։ Այսօր Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, եւ մենք պետք է նաեւ հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումը բերի, որպեսզի Հայաստանը ունենա առաջընթաց զարգացում։ Մեզանից ամեն մեկը իր պարտքը ունի իր հայրենիքին, կարողանալու ասել, խոսել, բացատրել, ստեղծված իրավիճակից երգեր առաջարկել։ Մենք հաղթելու ենք, որտեղ մենք ունենք ծրագրեր, մենք ունենք պատասխանատվություն, մենք ունենք կամք, վճռականություն, մեր երկիրը առաջ տանելու, մեր եկուն կուտակված խնդիրները լուծելու համար։ Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացիներին, փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկելու են համոզմունքի ուժով, ովքեր քվեարկելու են վստահությամբ, ովքեր մտահոգ են իրենց երկրով, իրենց զավակների ապագայով եւ միացել են մեզ, մեր տեսակին, մեր երկիրը առաջ տանելու համար։ Հաղթանակ օրինաց երկրին, կեցե օրինաց երկիրը։ Հաղթանակ, 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 հաղթանակ։ Բարձր, բարձր։